Ողջույն հարգելի հետևորդներ, դուք քաղաքագետ Արամ Ավետիսյանի YouTube-յան ալիքում եք, ձեզ հետ Արամ Ավետիսյանն է եւ ես Արթուրն եմ։ Հարգելի հետևորդներ, մենք այս առավոտյան ենք վերադարձել Արաբական Միացյալ Էմիրություններ ենք ժամանել Սուդանից, մեր նկարանումները սկսեցինք Սուդանից, անվտանգության նկատառումներից ելնելով այնտեղ երկար ժամանակ չկարողացանք մնալ եւ շուտ եկանք Արաբական Միացյալ Էմիրություններ, որտեղպիսի նկարենք այստեղ գտնվող թալանը, իսկ այստեղ թալանը բավական մեծ է, ամբողջությամբ չենք հասցնի, սակայն որոշակի մասը կփորձենք մեր հեռուստադիտողներին ներկայացնել, իդեպ տեսանյութերը բավականին երկար են լինելու եւ մեր ստեղծագործական թիմը պետք է փորձի մոնտաժի միջոցով հերթականությամբ մեծ ֆիլմ պատրաստել մի քանի մասից բաղկացած եւ հայ հետևորդները կարող են տեսնել ինչպես է տեղի ունեցել ողջ process-ը, ինչպես են կարողացել այդքան միլիոնավոր դոլարները Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս հանել տարիներ շարունակ։ Դա այն գումարն է, որը վաստակել է հայ ժողովուրդը արդար իր քրտինքով, սակայն յուրացվել է նախկին Ղարաբաղյան քոչարյանական կլանի, ինչու՞ չէ նաև Սերժ Սարգսյանի թիմի կողմից։ Պետք է խնդրեմ բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքի, որպեսզի նոր տեսանյութերի ծանոթությունները բաց չթողնեք եւ Արամ Սկսելով այսօրվա հաղորդումը մենք այստեղ գտնվելով ուշով հետևում ենք Երևանում տեղի ունեցող իրադարձություններին, Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին եւ ուզում եմ սկսենք դատանը երեք արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ arczepiskopos Պրոշյանին նկատմամբ 2 ամսով կալանքի որոշում կայացրեց, շուրջ 6 ժամ տևեց քննությունը եւ հիշեցնեմ հոկտեմբերի 15-ին վաղ առավոտից քննչական կոմիտեն ԱԱԾ-ի ուղեկցությամբ խուզարկություններ իրականացրել արագածոտնի թեմի մի շարք հոգևորականների տներում, ինչպես նաև հենց արագածոտնի թեմի առաջնորդանում 3 անձ, այդ թվում թեմի առաջնորդ Մկրտիչ arczepiskopos Պրոշյանը ձերբակալվել է։ Եվ քննչական կոմիտեն Արամ տեսանյութ տեղադրեց լուսանկարներ, որտեղ երևում էր, որ արագածոտնի թեմից գտել են մեծ ծավալի գումարներ, տարբեր երկրների արտարժույթի թղթադրամներ, արծաթե, ոսկե դրամներ, այնտեղ նաև կային տարբեր բենզալցականների չեկեր, ծրարներով գումարներ, ինչպես կարող ես մեկնաբանել այս իրադարձությունները։ Շնորհակալ եմ Արտուր հարցի համար եւ նշեմ մեր սիրելի հայրենակիցներին, որ մենք այսօր վերադարձանք Սուդանից, մինչ այդ հոգեվորական անդրադառնալը ես 2 բառով նշեմ, որ Սուդանում մենք հանդիպեցինք շատ կարևոր հանդիպումներ ունեցանք եւ նշեմ, որ անգամ այնտեղի բնակիչները քաղաքացիները մեր շնորհակալություն էին հայտնում, որ մենք օգնեցինք նրանց հայտնաբերելու այդ քոչարանա սերժականների այդ հանքերը, այդ ապօրինի գույքը ես նշեմ, որ Սուդանի հեղափոխական իշխանությունները արդեն ազգայնացրել են, պետականացրել են քոչարանի հանքերը, գործանը եւ Ռոբերտ Քոչարյանը այնտեղ այսպես իր թայֆով հետախուզման մեջ է, հետախուզում է իրականացրել, հայտարարվել եւ նշեմ, որ շատ մեծ այդպես արժանապատիվ ժողովուրդ է Սուդանի ժողովուրդը եւ ինչն է շատ ցավալի, որ անգամ Աֆրիկայի նեգրերը ավելի նամուս թասիբով գտնվեցին, քան տեսեք ինչա կատարվում։ Մենք եկել ենք ստեղ Արտուր հենա Ղարաբաղցիք, մեզ տենում թռնում էին։ Հələ այդ շերեփուկներին չենք անդրադառնում, մենք քոչարյան սերժական այդ բուրգի են վերևում կանգնած այդ արարածներին ենք անդրադառնում, բայց նշեմ, որ մի սուրու Ղարաբաղցի թողե փախե, թալանե եկել են ստե տներն առե, դրա համար էլ այսօրն ենք մենք ընկել։ Եվ նորից եմ նշում, այդ բոմժերին պետք է նաև Հայաստանի Հանրապետությունում ինչ օրենք, ինչ բան, մեզ խի օրենքով են թալանել։ Խի որ Սուդանում էլ այտենց օրենքին հղում անեին, փաստաբանեին, մի 30 տարի այդ գործը կգնար։ Կանչեն վզից բռնել են, ասեն այդ գույքը էլ քոնը չի։ Ոնց է ձեռք բերել, ում փողերով։ Եվ ինչ վերաբերում է այդ հոգևորական կոչվածի, ես եւս մենք երկրում չենք եւ այդ կադրերը երբ մենք տեսանք, ուղղակի ցավ է ապրում, որ սոված ծառավ արագածոտնի մարզում ինչ որ բդեշկա հայտնվել։ Մի տեր, որը որ այդ էլ հո փաստ է, եվրո, ռուբլի, դոլար, չգիտեմ ոսկեղեն։ Այս սոված ժողովրդի մեջ մենք գիտենք հոգևորական պետք է ունենանք։ Մենք հոգևորական պետք է ունենանք, որ այդ հակի մի հատ սեփական իր այդ շորը իր սեփական այդ որ ասում լինի, ոնց որ ժամանակին է եղել, մարդիկ մի հատ կոշիկ ու մի հատ զգեստ ունեին ու այդ իրանց խաչը, սրանց նայում ես ոնց որ ալիգարխ լինեն, կայֆերի մեջ են,
Ինձ թվաց թե կենտրոնական բանկի ղեկավարի տուն են մտել, այնքան ոսկի ու փող ու բան կար։ Սրանք պետքա պատժվեն Արտուր եւ մենք հավատացյալ ժողովուրդ ենք, հանդուրժող ժողովուրդ ենք, բայց դա չի նշանակում, որ պետքա հոգեվորական է, թեմակալը դառնա ինչ-որ բդեշ, գաուլ այդտեղ։ Ուղղակի օկուպացիայի է ենթարկվել Հայաստանը տարիներ շարունակ եւ սա այդ օկուպացիայի հետևանքներն է։ Եվ նորից եմ նշում, պետքա բացահայտել հələ տերերին մի կողմ։ Մենք ամիսներ շարունակ ներկայացնում ենք Քոչարյանը սերժական այդ կլանի հետ, Ղարաբաղյան կլանի հետ Ալիևի շների ունեցվածքու թարանած գույքը։ Դրանով թող զբաղվեն։ Ինչ վերաբերում է այդ տերերներին, ով որ այդ ամեն ինչի մեջ եղել է այդ թալանի այդ կողոպուտի մեջ, նրանք միանշանակ պետքա պատասխան տան ու պետք է գան ասեն այդ փողերը իրancs որդուց։ Գիտենք վաղը մի հատ ոնց որ Սեյանն էր, մի հատ բոմբ գթե Ֆրանսիայի պասպորտով Ժակ Ֆուֆու, ասում էր Իրանն է։ Մի հատ էլի մեկին կգտնենք, ասեն, այս ինչ Պողոսն է նվիրատվություն արել կամ Մարտիրոսը Ռուսաստանից, բայց դա չի կարևորը։ Կարևորը որ սոված ծարավ մարզում, այ եթիմ, այ ճիճու։ Դու ինչ իրավունք ունես, դու տար այդ քյասիբ ժողովրդին մի բանով օգնի, մի բան արա։ Ու ինչ որ ես համացանցում նկատեցի, ինչ որ մարդիկ են հայտնվել, բա հարսանիք ենք, բան հոգևորական չկար, ԱԱԾ-ն բերմաններ ենթարկել, չգիտեմ ինչ էլ արել, բա ինչ պետք է աներ։ Այսինքն ձեր հարսանիքը ավելի կարևոր է, քան ազգի ճակատագիրը։ Արտուր ես նշեմ, որ այս տեմպերով շարունակելու պարագայում ուղղակի Նիկոլ Փաշինյանին լավ օրեր չեն սպասում, որովհետև սրանք պատրաստվում են ռևանշի։ Այս Ղարաբաղյան կլան, Ալիևյան կլան, այս Քոչարյան սերժական այս տականքները պատրաստվում են ռևանշի եւ մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի թույլ չտանք, որ սրանք հետ գան։ Որովհետև սրանց հետ գալու պարագայում Հայաստան չի մնալու։ Եվ ես մեր հեռուստադիտողներին տեղեկացնեմ, որ խուզարկությունները իրականացվել են Տեր Արամ Քահանա Ասատրյանի հանրային հեռուստատեսության եթերում արված հայտարարության հիմքով հարուցված վարույթի շրջանակում նա ասել էր, որ Արագածոտնի թեմից հրահանգ են տվել Արամ, որ հոգևորականները մասնակցեն 2021 թվականի ընդդիմության ակցիաներին եւ եթե չմասնակցեին, իրենց համար շատ վատ կլներ։ Դե հիմա Տեր Արամը նախ եւ առաջ հաղորդում չի տվել, ինքը հայտարարություն է արել։ Հաղորդում ներկայացրել էր Դանիել Յունիսյանը։ Այո, պարտադիր չի ինչ-որ մեկը ներկայացնի հաղորդում, անգամ այդ հարցազրույցը կարա հանդիսանա հաղորդում հանձնագործության մասին, բայց ստեղ իշն է ամենացավալին, որ այդ հոգևորականը, որը որ պատմել է, թե եկեղեցու ներսում ինչ է տեղի ունենում, չէ, հիմա սկսել են ինչ-որ պիտակավորել գործ տվող, ու այն մարդիկ են ասում գործ տվող, Քոչյանի թափթփուկները, որոնք որ մարկանց ջեբը տարիներ շարունակ էլ չգիտեին ինչ անեն, նարկոտիկ էին գցում, որ նստեցնեին։ Սա ուղղակի աբսուրդ է, հասարակական այդ հասարակությանը իջացան այն մակարդակի, որ սարքեն, այսինքն վաղը որ մենք տնենք հանցագործությունը, ահա զանգ ենք, բացատրենք, դիմես գործ տվող ասեն, գործ տվողը Սիրուշյանը Սուզան Մարկանի հետ միասին, հասկացաք այդ վիճվածքներ։ Լավ արե, մարդը բացահայտել է, չի պետք է ինքը ցույցի գնա, որ այսինքն մարդը ինքն է որոշում ցույցի գնա թե չգնա։ Այսինքն այդ Արագածոտի թեմի, չգիտեմ, վեհապարի քրոջ տղեն է, չգիտեմ, աղբոր աղջիկն է ով է։ Ինքը իրանից ինչ է ներկայացնում, որ պետք է իր դիրքը չարաշահի ու մարկանց ասի գնացեք ում ցույցին, Թուրք Ռոբերտ Քոչարյանի։ Այսինքն մենք հիմա կարանք, չէ, մտածենք, որ սրանք Ալիևի շներն են։ Թուրքական նարատիվներ են առաջ տանում Հայաստանի ներսում։ Տարիներ շարունակ 4-5 տարի ասում են միջանցքը տվեց։ Զանգեզուրը Սյունիքը հանձնեց։ Եվ սրանց մենք ոնց գնահատական տանք։ Ալիևը հելնում հայտարարություն է անում, շուտ հոխորտում է 5 րոպե հետո 5 րոպե հետո նույն բանը հելնում կրկնում են սրանք։ Հիմա ասում են գործ տվող, այսինքն քաղաքացին եթե գնում է իրապա մարմիններին ինչ-որ ինֆորմացիա հայտնում, ուզում է կանխարգելի հանցագործություն կամ անարդարության մասին խոսում է, ուրեմն գործ տվող, հա։ Հələ սրանց վիճակը դուք նայեք։ Այս կիսա գողական սենց իրանք գիտեք ինչ տիպի Արտուր, սրանք ուղղակի սրանց պետքա նետել ոչ միայն բերթերը, այլ պատմության աղբանոց, տանել գցել սանիտեկի այդ զիբիլի արկղի մեջ։ Սրանց տեղը էդ է, այս կեղտերի հասարակության տականքների։ Սրանց արդյունքում է որ մենք այսօրն ենք ասել։ Բա այդ Արագածոտնի թեմի առաջնորդը էս ով է, բալա արիստե այդ Ղարաբաղցիքին ասա այդ ձեզ տները որտեղից։
Երևանի կենտրոնը իրանց հասել են Դուբայ արդեն։ Ոնց նայում ես Ղարաբաղցի է։ Մեզ էլ տենում են, փախնում, մտնում են իրանց կյանքի փեշի տակ։ Ռոբերտ Քոչյանի քավորը գենա կոչվածը հարսից դե վեր են գած էին։ Հենց իմացան մենք Միացյալ Էմիրությունները մենք փախան 2 ժամ հետո, բայց թողես մեծ կխոցան։ Ես դրա համար եմ ասում, սրանց յուկա ենք հագցնելու, ուր ուզում է փախնեն։ Ուր ուզում է փախնեք, արա, ձեր հետևից գալու ենք մենք։ Դուք հանգիստ չեք։ Ես չեմ ուզում հավատալ, բայց այնտեղ լուսանկարները որ տեսա, մեծ քանակության այդտեղ բենզալցակայանի չեկեր կար եւ հիշեցի արամ, որ 1-2 տարի առաջ միգուցե դու էլ հիշես, որ մեծ կեղծ այդպես բենզինի բան լցակայանների չեկեր էր շրջանառության մեջ շրջանառվում եւ մտածում եմ իսկ հնարավոր է որ արդյոք այդ ցենց չեկերից լինեն այդ մեծ քանակի տենց Չի բա Արտուր սրանցից ամեն ինչ հնարավոր է, սրանք ամեն ինչի ընդունակ մարդիկ են։ Ես հենց հիմա ուզում եմ ներկայացնեմ մեր հայրենակիցներին, մեր գալուց 2-3 օր առաջ Քոչյանի քավորը իր բջերի հետ Թուրքիայում ա եղել, քեֆ ուրախություն են արել ու նկարա հրապարակե իր հարսը, գելա թուրքական այդպես տոնակատարություն։ Հեսա հենց հիմա ներկայացնենք, թող մեր հայրենակիցները տենան։ Հա, մենք բազմից անդրադարձել ենք։ Չէ, հիմա Շագուրիկին եւ այսինքն դե սրանց նայ, Թուրքիայում քեֆ ուրախություն են անում, փաստերը մեր մոտ հենց հիմա կա։ 2 օր հետո գալիս են Դուբայ։ Հա մենք թողելու ենք սրանք հանգիստ ապրեն։ Սրանք են մասնակցել 21 թվականի ցույցերին Երևանի կենտրոնում։ Բայց հիմա սրանց մենք ինչ գնահատական տանք։ Հիմա փախեն մտել են իրենց կյանքի փեշի տակ։ Հայաստան էլ չեն գալի վախուց։ Այդտենց վախցած ապրելու են այս թուրքերը։ Արամ ինչպես եւ տեղեկացել էինք արդեն հոկտեմբերի 14-ին կրակոցներ են հնչել Լոռու մարզում, Շամշան Քոմի տեղեկություններով վիճաբանությունը ծեծկրտուկը եւ կրակոցները տեղի ունեցել ազգային ժողովի նախկին падգամավոր հանրապետական կուսակցության անդամ հայտնի գործարար Արկադի Համբարձումյանի հանրությանը հայտնի Ձերժավայի Արկադիի տան մոտ։ Սլավիկի որդու, տենց նշենք։ Ինչպես? Սլավիկի որդու, որն է Սլավիկ էին ասում։ Ոստիկանությունը խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալել է 7 հոգու, որոնցից մեկը Ձերժավայի Արկադիի տղան է։ Եվ քննչական կոմիտեից էլ հայկական ժամանակին հայտնել են, որ խուլիգանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 10 անձ։ Արամ եւ փաստորեն այս նախկին իշխանությունների ստան անդամները հանգիստ չեն կարողանում նստել, չեն կարողանում իրենք նորմալ ինտեգրվեն Հայաստանի Հանրապետությունում եւ նորմալ հասկանան, որ տեղի ունեցել 2018 թվականին հեղափոխություն եւ հիմա հնարավոր չի ուղղակի այդ նախկին այդ բարքերով ապրել, հարցակվել, ծեծել, ջարդել, սպանել։ Արտուր, տեսեք, սրանք ում վրա են ժամանակին հարցակվել Սերժիկի Քոչյանի ռեժիմը, հայերի վրա։ Սրանք մենակ թողես հայերի վրա հարցակվեն, հարևանի վրա, մեկի հողը խլեն, մեկի տարածքը խլեն, մեկի, չգիտեմ, գլխին սարքեն։ Ինչ վերաբերում է Ձերժավայի Արկադի կոչվածին, ուրեմն դա Սերժիկ Սարգսյանի ինգերն է, հանրապետական կուսակցությունից է, տղեն ձերբակալվել է, ես նշեմ, որ մենք հետամուտ ենք գնելու, որ ամենախիստ պատիժը, դրան մի 15 տարի պիտի դատեն, դրա նմանները պիտի մեր օդը չչնչեն, որտեղ դրանք վտանգ են հասարակության համար, բայց այստեղ մի կարևոր հարցի կանադառնամ։ Ձերժավայի Արկադի տղեն պետք է բանակում լիներ։ Պետք է գնար բանակ ծառայեր, որ այսօր չհայտնվեինք մենք։ Այսինքն սրանք փողերը տվել են բանակից ազատվել են, երկիրը գրավել են, թալանել են, հերիք չի մտել զենքով են ման գալի։ Ուղղակի բախտները բերել է, որ մենք քաղաքում չենք եղել այդ օրերին, թե չէ զենքը Արկադիկը գիտի մենք որտեղ ենք մտցնելու, ում համապատասխան տեղը։ Նորից եմ նշում, Ձերժավայի Արկադ կլինի, ով ուզում է ալնի, Սերժիկ կլինի, Նեմեց կլինի, չգիտեմ ընդ ելով կա դրանց մեջ։ Սրան հետամուտ են գտնելու, որ ամենախիստ բաժին արժանանա, սա պետք է բերդում իր այդ երիտասարդ տարիները անցկացնի, որ իմանա զենքով ֆրալը քաղաքում որն է։ Մենք հեսա վերադառնանք Ձերժավայի Արկադի տունն էլ կնկարենք, կներկայացնենք մեր հայրենակիցներին։ Ես նշեմ, որ սա Սերժիկ Սարգսյանի կլանի անդամ է, փող կապակցված անձ է եւ սրա ունեցվածքը պետքա պետականացնենք, ոչ մի լումա պետքա սրանց չթողեն։ Եվ ամենախիստ ձևով սրանց պատժեն։ Ուրիշ տարբերակ չկա։ Արամ եւ այսօր որ նկարանում ենք այս հաղորդումը պետքա նկարանենք, հարցազրույց հանդիպեց
ճեպազրույց լրագրողների հետ եւ Լևոն Քոչարյանը ասում է, որ այս իշխանությունների լկտիությունը ու բեսպրիձելը սահմաններ չունի։ Այս մասին այսպես ասաց Լևոն Քոչարյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ եւ հարցին արդյոք նախընտրական փուլում Հայաստան դաշինքը եւ ՀՀԿ-ն կմիավորվեն, Լևոն Քոչյանը պատասխանեց, որ ոչ իմաստ չեն տեսնում, իրենք առանձին են պատկերացնում իշխանության գալը կամ ավելի ուժեղ ուժի հետ, բայց օրինակ Սամվել Կարապետյանի մեր ձևով դաշինքում Քոչարյանների մասին չեն էլ ուզում լսել ընդհանրապես։ Դե մենք օրերս տեսանք, որ Նարեկ Կարապետյանը հայտարարեց, որ նրանք մեր ընկալմամբ թուրքերի հետ չեն ուզում համագործակցեն, չեն համագործակցելու, այդ առումով բարձ ենք գնահատում։ Ինչ վերաբերում է Լևոնիկ Քոչարյանին, այդ որ ասում է սրանց բեսպրիձելը չափ ու սահման չունի։ Ես մի օրինակ կբերեմ ուղղակի այդ դա ոնց հասկանում եմ արդեն Գալուբոյի հակումներ կա, այդ Գոմիկոտին մի օրինակ կբերեմ։ Ուրեմն Լսիայի Ղզողլյան 2021 թվականին, երբ որ ընդդիմությունը ցույց էր անում ձեր գլխավորությամբ, որ քո բջին կամ ձեր բջերից մեկին սնայպերով գլխից խփեին։ Այդի կլներ բեսպրիձել, ինչը որ հերը տար, այդ թուրքը, մարտի մեկին, Լեո Փողոցի վրա այն ջահել տղուն սնայպերով գլխից խփին։ Այնոնը վիճվածքը ասուրիս է տալի, ասում է 100 հատուրանոց զեկույցում արձանագրված չի սպանություն, գրած է մահվան դեպք։ Ուրեմն Լսիայի թուրք, բնականաբար խփողին չեք բր, խփողը Ղարաբաղցի է եղել։ Բա Ղարաբաղից բերել եք սնայպերը տվել եք ձերը, հելը խփել է, գործը կոծկել եք, մինչև հիմա չեն իմանում ով է սպան է, բայց մենք բացահայտել ենք։ Այդ խփողը պատերազմում է մասնակցել ու այդ պատերազմում էլ զոհվել են, այդ մեծ մասը Ղարաբաղից որ բերել էին, Օգանոսկու գլխավորությամբ այս վերջի պատերազմում դրանց ուղարկել են առաջնագից, որ ուղղակի հետքերը վերացնեն, այսպես ըստ օդում կախված լուրերի, այսպես ասենք։ Բայ վիժված։ Խի որ այսինքն արձանագրված չի սպանել են, այսպես մահվան դեպք է։ Այս ինչ կապիկություն է արա։ Բեսպրիձելը այդ է եղել Արտուր, որ Երևանի կենտրոնում մարդ գնդակահարեցին, սպանեցին։ Հիմա Լևոն Քոչարյանը բեսպրիձելից է խոսում։ Մոռացել է գնացել բերետների վրա գրել էր, հաղորդում էր տվել, այն կհիշեք հենց քրեական գործը հարուսվավ, գնաց Նարի հիվանդանոցում մատը ճղած սենց այսքան, ճանճներ թե մոծակներ կծե, կնիկը վազեց, նկարեց, Լևոնը գլխի ցնցում է, ուղեղի ցնցում է ստացել։ Լևոնի գլուխը այնքան մեծ է, որ դի լոմով խփես, որ ցնցում ստանա։ Այդ երկու հատ բերետ TV-ից քաշիշեն էին, ասել, որ Տիտանիկն էին նկարում։ Այն կհիշեք այդ հայտնի։ Հետո գնաց այդ բերետների այդ ոստիկանության աշտոնները գրեց։ Ցուցմունք տվեց, նրանք էլ իր վրա հաղորդում տվեցին ու սկսվեց հնդկական Չակորի մասին կինոն։ Սիրուշոն վազեց, Սուզան Մարկանը ջուր բերեց, սրանք կապիկ են Արտուր, սրանք ընտանիքով շարքային կապիկ են, սրանք պետք է հնդկական կինոներում գնան հանդես գան խաղան, դրանց տեղը էդ է, սրանք էլ ոնց ասենք, այնեք էլ վիդեո ենք նայում, որ Քյավարա գնաց է հաց ու պանիրով դիմավորում են, լավ չեք ամաչում ու կարա, նայում ես այդ հաց ու պանիր բերողին, կներեք չեմ ուզում վիրավորեմ, բայց հաքի ջինսը 94 թվին է վերջի անգամ փոխե։ Բանի Վադա Լասկով 80 Գարբաչովի վաղվա։ Մեկը չի ասում, արա որ դուք այդ օրն եք ընկե։ Լևոն Քոչյանի հոր շնորհիվ է, Քոչյան Լևոնի շնորհիվ է, որ դուք թոշակը կոպեկներ եք ստանում, թոշակը պետք է $1000 էր Հայաստանում։ Քոչյանին բոմբ սարքես, թոշակը կդառնա $1000 մի օր հետո։ Դրանից թող խոսան, հաց ու պանիրով դիմավորում են։ Այդ նույնն է, որ չգիտեմ, հрьяաները բանին Հոլոկոստ կազմակերպիչներին հաց ու պանիրով դիմավոր էին, Երուսաղեմում։ Ասենք Գիմլերին, բանին, Գեյդրիխին, Հիտլերին, բանին, Գեբելսին։ Հрьяաները գային ասեն մի հատ գարով բանով, աբսուրդ է սա ուղղակի։ Սրա վերջը պետք է մեկ տան։ Սրանք անելիք չունեն Հայաստանի Հանրապետությունում։ Հիմա խրխրում են Արտուր, որտեվ մյուս տարի սրանք քվե չեն հավաքելու։ Սրանք պետք է հայտնվեն պատմության, Սանիտեկի Զիբիլի ամանի մեջ, այսինքն պատմության աղբանոցում, ու մենք դա անելու ենք։ Արամ եւ գիտես ինչն է հետաքրքիր, որ օրինակ նայում եմ քոչայանական մեդիաներից մեկով հաղորդում է գնում եւ Փաշազադեի մասին են խոսում, ասում են Փաշազադեն դա այն մարդն է, ով տարիներ շարունակ թալանել է ադրբեջանցիներին։ Գիտես սա որ լինի, ասում է հարևանի հարսը լավն է, ավելի լավն է քան թե իմ հարսը, հիմա հարևանի հարսը ավելի վատն է քան թե մերը։ Ու իրանք մոռանում են իրանց մասին տարիներ շարունակ ինչ են արել։ Մեկն էլ վերջերս ելույթ էր ունենում, թե բա
Տիկին Բելան այդ ազնիվ կինը, այդ արդար անձնավորությունը եւ մեր հերոստատիտողին տեղը հիշեցնեմ։ Այդ ելույթ ունեցողի կնկանից ու երեխեքից խաբար չի, Տիկին Բելայի մասին է խոսում։ Եվ մեր հերոստատիտողին հիշեցնեմ, որ 2008 թվից 2010 թվականներին արամ Տիկին այդ արդար Բելլա Քոչյանը իր որդուց Սետրակ Քոչյանից, երբ մարդկանց աշխատավարձը 30-40 հազար դրամ էր, նվիրատվություն է ստացել 135,000 եվրո, 60,000 դոլար եւ 15 միլիոն ՀՀ դրամ։ Դա ամբողջը կա, պաշտոնապես հրապարակված է, ինչ էր անում այդ արդար կինը, այդ Տիկին Բելլա Քոչյանը, բերում էր երևի գիտեր որ Դուբայը ծաղկելու է զորանա, բերում էր Դուբայ։ Հենա խոխեքին վրա, Ջումեյրայի վրա Արամ եւ մեր հերոստատիտողին տեղեկացնենք հարգելի հետևորդներ, ուրեմն հասցեները բավականին շատ են, այնտեղ 6-7 միլիոն դոլարանոց արժողությամբ տների մասին է խոսքը գնում, բայց երևի հասկանում ենք, որ գումարը շատ է եղել չեն իմացել ինչպես ծախսեն, ովքեր եղել են Էմիրատներում, Արամ, Union հարգելի հետևորդներ, մետրոյի կայարանը որ կա, Ալ Ռիգա փողոցի վրա, այնտեղ Ալ Ղուրեյրա առևտրի կենտրոն կա, կողքով Այդտենց սեփական տներ այդ կողքի փողոցով, այդտենց անցնում է դեպի շարժա գնացող ճանապարհի վրա, ձախի վրա այդտեղի սեփական տներն են առել երկու հատ իրար կողքի, որ այդ էլ իրանց լինի, որ պետք էլ չի երևի, բայց կարևորը փողը տեղավորելն այդտեղ արամ։ Արդար կինը 135,000 եվրո ծապտի ծախսեր ուղակի արամ։ Արդար կինը, այս վերջի էթնիկ զտումից, որ Ղարաբաղից քուրը հելը վեշմեշոկը հավքել է, մարդն էլ Ղարաբաղցի 06-ով բոմժավարի հակնված թրելա, որ չիման գեներալը, սրանք այդ են, բանի, այդ Պարոնյան փողոցի վրա տներ է տվել արդեն քրեին։ Արդար կինը, ով Բելան է արդար, որ արդար կիներն էլ կթքեր իր մարդու վրա, կթքեր իր տաղու վրա, կասես չեք ամաչում արա, կթքեր իր հարսի վրա, այն որ հյուսային պողոտայի կեսը կոպեկներով առել են։ Նայում ես գործը, քառակուսին 1 միլիոն դրամ, ինքը 200 քանի հազար դրամով գույք է ձեռք բերել։ Այսինքն կառուցապատողը պետքա կամ գիժ լինի, կամ անասուն, շենքը սարքի, նվեր տա ուրիշին։ Սա հասկանում եք Արթուր, ես այտենց կառուցապատող չեմ ճանաչի Հայաստանում, այն Մարիապետյան Սամվելն այն եթիմը, որ փախել է Գերմանիա, այսինքն դրանք են սարքել, դրանք են սրանց փայ տվել։ Այսինքն սրանք արդարությունից են խոսում։ Ուրեմն Ռոբերտ Քոչյանը կարա արդարությունից խոսա։ Արդարությունից խոսացողը կգաստը օֆշորային ընկերություններով գույք ձեռք կբերի, երբ որ իր ժողովուրդը տունտեղ չունի մնալու։ 10 հոգով մի սենյականոց տուն չունեն, Ղարաբաղցիները եկել են, այդ խեղճ ժողովուրդը չեն կարող տեղավորվել։ Սրանք են արդարությունից խոսում, իրաց գերեզմանները թողել են Ղարաբաղ, փախել են։ Դե Սետրակ Քոչյանը 70-ից ավել ընկերության սեփականատեր է գույք ունի 70։ Սետրակ Քոչյանը թողել սպասի, մենք իր այդ շատ կարևոր աշխատանք ենք տանելու, զբաղվելու ենք իրանով։ Այն որ դատանում, դատավորը ասում է ծառայել եք, ասում է այո։ Ասում է որ թվականին, ասում է չեմ հիշում։ Ես բազմիցս ասել եմ, չեմ, վաղն էլ չես հիշի երեխեքդ ոնց են ծնվել, արա, այ տաղա։ Այ հորդ։ Ու սրա նման այս տուֆտեքը եկել են մեր քաղաքը, մեր երկիրը զավթել են, հային սարքել են գաղթական։ Մեկ-մեկ են ինձ ասում են բանա։ Ես այտենց կոպիտ խոսում, բա ինչ անեմ։ Կոպիտ չխոսա։ Ու այդ ասողը բոմժա դարես սրանց էսից։ Հաց ու պանիրով դիմավորում են թուրքերին։ Ցավոք պետք է նշեմ, որ մի հատ մեկնաբանություն կարդացի մեր տեսանյութերի տակ, մեկը գրել էր, որ Քոչյանին ամենաշատն եմ ատում, բայց եթե Արցախը հետ բերի, կուզեմ, որ ինքը գա իշխանության։ Իհարկե նման մեկնաբանությունը նման ձևի մարդիկ մտածողները քիչ են շատ, բայց ինչպես Քոչյանը ինչպես է ասում բերելով, ուղարկելով ուղակի մսաղացի դիմաց մի 10,000 հոգի գյուլելով ասում է կբերեմ մի հատ չեն խոսում մի օր որ թե իրանք լավ այդքանից հետո պիտի Հայաստանը ծաղկեցնեն գան իշխանության հայ ժողովուրդը ապրի դեմքերի ժպիտով Հայաստան ծաղկեցնողը հենա կադի մեջ երում է ստե 40 հատ գույք կառնի այսօր շար չենք անում վաղը մարդիկ պայմանավորվել ենք արդեն հանդիպել ենք վաղը մարդիկ գալու են իրանք հետո հայ չեն ասեն սրանք ով են դել սրանց ինչ ասես այդ կոմենտ գրողներին եմ ուզում անդառնամ լսեք այ վիժվածքներն չնայած մեծ մասը մեր աջակիցներն են մեր հայ ժողովուրդն է մեզ գիտեք ինչ դրական բաներ են գրում քաջալերում են բայց այնտեղ ֆեյքերով մի քանի հոգի կան գրող մենք չենք էլ փագում որ ժողովուրդը տենա մենք ոնց ենք դրանց պատասխանում լսեք այ վիժվածքներ այդքան տաղայի կարա եկեք հելեք դեմներս
Գիտենք Քոչյանի հարցը ինչ ֆեյքով է գրում, այն մեկը ինչ ֆեյքով է գրում, այդ ամեն ինչից գիտենք։ Սերժիկի փեսեն իր շների հետ։ Հիմա դուք ինչ որ տղամարդկությունից եք խոսում, արա, մտել եք ձեր կնանիքի փեշի տակ։ Թուրքը մտել է ձեր սրբատեղիները, ձեր գեզմանները զուքանա սարքի, արա։ Դուք փասի գույնայք, ձեր ընկերները Բաքվի բերթում են Բաքոյից սկսած, արա։ Այ վիժվածքներ, դուք տղա եք համարվում, դուք տղա չեք։ Ու դուք յուբկա եք հագնելու, մենք ձեզ յուբկա ենք հագցնելու, հանենք գցենք քուչեքը, որ ժողովուրդը ներա ու թքի ձեր վրա։ Վիժվածքներ։ Բայց մեր հետևորդները խնդրում են։ Ու մի հատ կներեք, մետ էլ ասեմ, սեանս պաշտպանող մի քանի տենց սուտի իրանց երևակայող կան, որ շոր Քոչյանը, Բելան, Էսկոմ, սաղիթ հերթը, սաղիթ հետևից գալու են, կարա։ Այդ թռածներ։ Հայաստանից փախել են, հայերիկ են փրկում։ Իրանց հարցերը թողել են։ Հետևորդները ասում են, Արամ, քեզ մեկնաբանությունում գրում են, որ ուղակի փողոց շպրտելով չի լինի, որտեվ գրում են կգնան ու արտերկրում իրանց ունեցվածքը կսկսեն վայելել, այլ ամբողջությամբ պետքա վերադարձնեն կոպեկ առ կոպեկ։ Միանշանակ։ Եվ դա պետքա րոպե առ շուտ իրականանա, որտեվ անհնարին է սպասվում։ Արտուր, միանշանակ մենք վաղը կներկայացնենք ավելի գլոբալ հասցեներով ամեն ինչով, մոտորես կվերադառնանք արդեն Երևան, մենք մեր պայքարը մինչև վերջ տանելու ենք եւ ես մի բան եմ նշում, որ վերջի վերջո պետք է արդարությունը հաղթի Հայաստանում։ Հասարակ բան Արտուր, մեծահարուստի, չէ, Արկադի Ձերժավայի Արկադիկի տղու դեպքը դուք բերեցիք, չէ։ Լավ, այդքան հնարավորություն ունեցող մարդու տղեն փոխանակ շոր մեկին օգնի, լավություն անի, այդքան փող ունեն, չէ։ Զենքը ձերը ինչով է զբաղվում։ Լավ, սրանց մենք ինչ ասենք։ Մենք դրա համար եմ ասում, այդ համապատասխան, այդ զենք զրահը, որ այդպես իրանց եսիմում տեղն են դրել, գիտեք ինչ ենք անելու։ Մենք օրենքի ուժով սրանց պատժելու ենք։ Սրանք պետքա գնան լցենք բերթերը, որ այս վիրուսից ազատվի այս ազգը։ Հազիվ ուզում է շունչ քաշի։ Էլի չեն թողում։ Բեգալը թալան է հանել են դուս իրանց երգի կեսը։ Հիմա երգի ներսում ուզում են թազա հետ գան թալանելու։ Մենք ամեն ինչ բացահայտելու ենք եւ նորից եմ նշում, Միշիկ կնի, Սաշիկ կնի, Քոչայան կնի, ով ուզում է ալնի։ Ձեր վերջը եկել է, արա։ Դե ուզում են առանձին գան Քոչայանական կլանը, առանձին կապրեք իր ունեցվածքը կապիտալը պահի Սերժ Սարգսյանի կլանը առանձին ուզում է իր թիմով իրենց Արտուր հայազգը դեռ չի վերջացել։ Սողոմոն Թելերյաններ դեռ կան։ Թող սա իրանց ականջին օղ անեն։ Դե ինչ շնորհակալություն Արամ քեզ, շնորհակալություն հարգելի հետևորդներ ձեզ, որ այս 30 րոպեն անցկացրեցիք մեզ հետ, սա կարելի ասել հրատապ անդրադարձել մեր ամբողջական տեսանյութերը թե Սուդանից, թե Արաբական Միացյալ Էմիրություններից պատրաստ կլինեն շուտով, անոնսները մենք կտեղադրենք եւ կնշենք արդեն հեռարձակման օրը եւ ժամը, իսկ մեզ պետք է խնդրեմ բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, որպեսզի նոր տեսանյութերի ծանոթությունները բաց չթողնեք։ Այսքան ենք նախատեսել այսօրվա համար, բարի եւ խաղաղ գիշեր ձեզ։